Ինչ կա։ Ինձ էր փորձում։ Ոնց։ Դասական ձևով։ Զենք զոհ հրաման։ Ոստիկան։ Թու սրիկա։ Զենքը տվեց ինձ ու ասեց կրակի։ Ու այդ ամեն ինչ այնքան հեշտ էր ասում, ոնց որ հարցներ սուրճ կամ թեյք խմես։ Գիտեիր որ թեստա։ Գիտեի, բայց չգիտեի այդ թեստը երբ է ավարտվում ու երբ է սկսում իրականությունը։ Բա ոնց հասկացար։ Զենքը 2 անգամ էին լիցքավորել։ Ես էլ պահը բաց չթողեցի ու օգտագործեցի հնարավորությունը։ Իրանց զենքը տվեցի իրանց, իմ զենքը հանեցի դրեցի դրա գլխին։ Հետո զորաբը խառնվեց իրար ու ասեց զենքը տիչացրու։ Ինչի համար։ Որովհետև ոստիկան չէր, իրանց մարդն էր։ Իսկ եթե մի օր իսկապես հրամայի կրակել ոստիկանի վրա, կգրակես։ Տանես դա։ Թող գա այդ ժամանակը կհասկանանք։ Բա հիմա ինչ ես անել։ Հիմա մենք պետք է օգտագործենք մեր ամենաուժեղ խաղաքարը, Զորաբի աղջկան։ Ճիշտ է, նեղացրել եմ իրան մի քիչ, բայց կբարիշենք։ Երեք անգամ ավել։ Ես 3 անգամ ավել չեմ կարող վճարեմ։ Իսկ փաստաբաններն ինչ են ասում։ Ինչ պետք է ասեմ։ Պայմանագիր չունեմ։ Ուրեմն ոչ մի իրավունք էլ չունեմ բան պահանջելու։ Ոչ մի չեն կարող անել։ Բայց դուք վճարումներ ունեք, չէ՞ արված։ Այդ կտրոնները ոչ մի չեն կարող անել։ Ու դուք իր հոր հետ պայմանավորվածություն ունեիք, չէ՞։ Խոսքը ուժ չունի օրենքի առաջ։ Իր հայրը լավ էլ գիտեր, որ այս սրճարանը իմ համար ուղղակի պատերն ու խոհանոցը չի, ավելին է։ Իսկ տղան ամեն ինչ թվերով է չափում։ Բա հիմա ինչ անենք։ Չգիտեմ, երևի պետք է լքեմ այս տարածքը։ Իսկ եթե Սեմին ասենք։ Չէ։ Ես Սեմից ոչ մի բան չեմ ուզում։ Ոչ մի բան։ Բարև ձեզ, ինչպես եք։ Բարև ձեզ, լավ։ Այս տարածքը իմն է ու ես եմ որոշում ինչ պետք է լինի։ Գիտեմ։ Ու վերջապես հասկացեք, գալ գնալով, ինչ-որ սկանդալային բաներ անելով, բան չի փոխվի։ Այն օրը մի հոգել էր եկել, ոնց որ ոստիկան էր։ Իրան էլ բացատրի, որ այդպես չի լինում։ Օրենքը իմ կողմից է։ Գինը իջացնելու կարիք չկա։ Գինը կմնա նույնը։ Բայց մաման դրա մասին չի իմանա։ Ինքը կվճարի այնքան, ինչքան որ վճարում էր։ Մնացորդն էլ ես կվճարեմ, հասկացար։ Այսինքն դու ուզում ես որ նա մտածի, որ իր ուժերը վրա ռեստորանը պահում։ Տենց էլ կա։ Ես ուղղակի խոչընդոտներն եմ վերացնում։ Ինչքան է կազմում գումարը։ Բայց ես մի պայման էլ ունեմ։ Ինչ պայման։ Դու ինձ պետք է վճարես կես տարվա գումարը։ Ստեղ մի տարվա գումարն է, մի բան էլ ավել։ Ու վերջինը։ Կգնաս մամայից ներողություն կխնդրես։ Կասես, որ փոշմանել ես ասածներիդ համար։ Կասես, որ ոստիկանի հետ խոսակցությունից հետո քո մոտ բան է փոխվել։ Մաման չպետք է իմանա, նորից եմ ասում։ Ու պայմանագիր կկնքես հետը։ Սա ինձ արդեն դուր է գալիս։ Ու միշտ հիշի, ես քեզ հետևում եմ։
Հա, Կոկո։ Սեմ, հայրիկը քեզ պահեստականչում։ Լավ, գալիս եմ։ Ամեն ինչ պետք է իդեալական լինի։ Նենց արեք, որ մինչև հյուրի ժամանելը ապրանքը ձեր մոտ լինի արդեն։ Ամեն ձեր քայլի մասին ինձ տեղյակ պահեք։ Եղավ։ Կսպասեմ զանգիդ։ Հայրիկ։ Ես ամեն ինչ անում եմ, որ դու քեզ ոչ ոք չտեսնի։ Ես քեզ չեմ ասել առանց իմ կանչելու չկա ստեղ։ Որ հետը սմարթֆոնն էր։ Տարածքը ստուգել նոր եմ եկել։ Շատ կարևոր էր։ Ասա տեսնեմ։ Ես որտեղ ես քեզ։ Գետնից եմ գտել։ Հավանաբար Սեմի գրպանից է անգել։ Այդ տղեն հենց այն սկզբից էլ իմ դուրը չի եկել։ Ինչ որ մի մութ բան կա իր տակ, հայրիկ։ Սեմնա, շուտ գնա հետևի դռնից։ Լսում եմ, պարոն Ավագյան։ Միկա մենք խնդիր ունենք։ Տղաներից մեկի հետ դժբախտ պատահար ա եղել։ Պետք է փոխարինես նրան։ Ինչ ա եղել։ Դուք պետք է ապահովեք մայրի անվտանգությունը։ Ես հասցեն հիմա կուղարկեմ։ Հանգիստ եղեք, պարոն Ավագյան։ Ես ամեն ինչ կամ։ Ոչ մի բան աշխատող չեմ եղել։ Արիզոնա, Նյու Մեքսիկո։ Այստեղ մի հատ անցակետ կա։ Վարորդներին ու համարները փոխում ենք այս անցակետից մոտավորապես 5 կիլոմետր առաջ։ Բեռը պահում ենք կեղծ հատակի տակ։ Ինձ տեղ ուրիշ բան է հետաքրքրում։ Կա ինչ-որ մեկը ում չես վստահում։ Այստեղ ոչ ոքի չեմ վստահում։ Չնայած չեմ կարծում, որ ինչ-որ մեկը ուզենա, որ ես իր գլուխը ծխեմ։ Լավ ես անում, Կեմպ։ Հակառակ դեպքում զորաբը մեզ կծխի։ Այս բեռը շատ կարևոր բեռ է, շատ կարևոր մարդու համար։ Գիտես ով է մեր գախնի հյուր։ Չէ, չգիտեմ։ Լավ, արյանցնենք առաջ։ Գլխավոր անցակետում պետք է ավելի ուշադիր լինել։ Հա, դու ճիշտ ես։ 5 կիլոմետր առաջ պետք է փոխենք համարներն ու վարորդներին։ Կոկո։ Հա։ Ինչ էիր ասում, կրկնի մի հատ։ Չես կցա մի ժամ անտեղի խոսում, է։ Հա, բայց ինձ դուր ա գալի, որ դու գործի մեջ ես։ Կոկո կենտրոնացումդ մի կորցրու։ Մենք բիզնեսից ենք խոսում։ Բայց ամեն բիզնեսում ամենակարևորը քիմիան է, չէ՞։ Որտեղ են մերոնք։ Մելիքը վարորդներին աստուգում, Թոմասն էլ կամուրջները։ Իսկ դու ինչ ես անում։ Ես էլ քեզ եմ ստուգում։ Կյանքս։ Դե հարի ստուգի։ Ժվում եմ քո համար։ Մայիսի 17-ին մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում։ Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայրի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում։ Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթ է, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։
Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ, առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է, ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool-Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Հաջող մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև Դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Ավտովթարի մեջ եք ընկել։ Ձեր փոխհատուցումը սկսվում է այստեղ։ Մեր փորձառու փաստաբանական թիմը մասնագիտացված է ավտովթարների գործերում եւ պատրաստ է պաշտպանել ձեր իրավունքները արագ, արդյունավետ եւ հստակ։ Մեր թիմը պատրաստ է պայքարել ձեզ համար, ապահովելով լավագույն արդյունքը եւ լավագույն փոխհատուցումը։ Դուք արժանի եք արդարադատությանը եւ մենք այստեղ ենք ապահովելու այն եւ ձեր պատշաճ փոխհատուցումը։ A&M Law Firm Wonderland Flowers, որտեղ ծաղիկները միշտ պատրաստ են արտահայտելու ձեր սերը, շնորհակալությունը եւ ուրախությունը։ 7 օր, 24 ժամ։ Մենք առաջարկում ենք թարմ եւ որակյալ ծաղիկներ մատչելի գներով ցանկացած առիթի համար։ Wonderland Flowers, բարերի փոխարեն։ US Car US Car-ում մենք առաջարկում ենք նոր եւ օգտագործված մեքենաների լայն ընտրան, ձեր ոճին, գրպանին եւ կարիքներին համապատասխան։ Ֆինանսավորման ճկուն տարբերակների, փորձագիտական խորհրդատվության եւ երազանց գործարքների շնորհիվ յուրաքանչյուրի համար մեքենա գտնելն ու ձեռք բերելը երբեք այսքան հեշտ չի եղել։ US Car, դուք ոտքով եկեք, մենք ձեզ ձեր մեքենայով կճանապարհենք։ Eagle Electric Supply, ձեր վստահելի աղբյուրը որակյալ էլեկտրամատակարարման համար։ Հզորացրեք ձեր նախագծերը բարձրորակ էլեկտրամատակարարման մեր լայն տեսականիով։ Հաղորդալարերից մինչև լուսավորության ժամանակակից լուծումներ։ Մենք տրամադրում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ցանկացած աշխատանք կատարելու համար, մեծ կամ փոքր։ Հուսալի արտադրանք, մատչելի գներ, փորձագիտական աջակցություն։ Eagle Electric Supply Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ, արժանացեք արքայական հանգստի։ D&D կահույքի սրահ, որտեղ կգտնեք ամեն ինչ՝ սեղաններ, աթոռներ, պահարաններ, ննջասենյակի եւ խոհանոցային կահույք, ոճային, հարմար ու որակով։ Իսկ հիմա հատուկ առաջարկ։ Գնում եք հատուկ մատրաս, մահճակալը ստանում եք անվճար։ D&D կահույքի սրահ, որտեղ կգտնեք այն ամենը, ինչ փնտրում եք։ Հա, բայց այդ փաստաբանը ինչ ասեց։ Ինչ պիտի ասեր։ Ամեն ինչ անօգուտ է։ Ոչ մի բան հնարավոր չի փոխել։ Լավ, բայց պետք չի այդքան շուտ հանձնել։ Մենք ձեր կողքին ենք։ Ես էլ եմ այդ ասում, ենք ամեն ինչ կկարգավորենք։ Չգիտեմ։ Ոչինչ մի մտածեք։ Լավ կլինի։ Բարոյցս։ Բարև տղաս, ես հենց այսօր էլ կգնամ։ Ես այս դրա համար էլ եկել եմ։
Կարիք չկա դուրս գալու։ Դու ինձ մի հատ ունես բան ես ասել, որ ես շատ մտածելուց հետո որոշել եմ վարձ թողնեմ նույնը։ Ուրախ եմ քո ճիշտ որոշման համար։ Դե, երեկոյան կգամ կարկանդակների հետևից։ Հա, բավնուց, անպայման տղաս, շնորհակալ եմ։ Դու արեցիր մի բան, որ իմ հարազատ որդին չարեց։ Շնորհակալ եմ տղաս։ Հայրիկ։ Կանչելեք։ Հա։ Մի քանի օր աչքդ ընտանիքի զրապահի։ Դժվար ժամանակներ են սկսում։ Մենք էլ շատ գործ ունենք անելու։ Բնականաբար մեր թշնամիներն են։ Խնդիր չկա։ Բայց հիմա ավելի կարևոր գործ ունենք։ Ինչ եղել ասեք։ Արի։ Այսօր շատ կարևոր գործեր ունենք անելու։ Մամանա։ Պատասխանիր։ Հա, մամ։ Արես։ Արի տղաս։ Լսում եմ հայրիկ։ Ես շատ կարևոր գործեր ունեմ տղաս։ Քեզ ասեմ սեմինք փոխանցես։ Այս գիշեր մահերի հարցերը դրուզեք։ Շատ չենք շտապում։ Ժամանակը շքեղությունա, որ մենք չունենք։ Երկար ապրեց ինչ որ։ Այս գիշեր հարցերը լուծեք։ Հա, մամ ջան, հասկացա։ Հա, կգամ նոր։ Արեսը քեզ ամեն ինչ կբացատրի։ Լավ, մամ, կզանգեմ, զբաղված եմ։ Քեզ բան ասեց, ինձ ասում էր կարևոր բան ունի ասելու։ Չէ, ինչ որ գործեր ունի ասեց, ինքը կկարգավորի։ Լավ։ Արմցես Մարվետ, ես ծաղիկ էի պատկերել, այո, ձեր անունը, Սեմ, հիմա նայեմ, հիմա գվեր։ Մերսի, այո, Մանրամասեք թե ինչ եղել։ Ուրեմն շինահրապարակում աշխատում էի, տեխնիկան կոտրվեց եւ ուսս վնասվեց։ Հիվանդանոցում էլ ասում եմ, որ երկար ժամանակ է պետք որ ես ապակիմ եմ։ Բայց ես ոչ դրա ժամանակը ունեմ, ոչ ուզում եմ գործս կորցնեմ, ոչ է գումարը։ Նախ պետք է համոզվենք, որ տեղի ունեցածը կդասակարգվի որպես workers compensation։ Մենք արդեն ստուգել ենք, տեխնիկան ոչ բարվոք վիճակում է։ Հազար անգամ զգուշացել եմ սրա մասին, բայց ոչ մեկ ուշադրություն չի դարձնում։ Անես չի մենակ ես եմ դուրս, բայց էլի լիքը մարդ կա։ Եթե կան նման դեպքեր, որոնք կապացուցեն, որ աշխատանքային վայրը անապահով է եղել, դա մեծ գործին կաջակցի։ Ես ուրեմ ստորագրությունը աշխատողների կողմից, որ այդ սարքը չի աշխատել։ Շատ լավ, մենք պետք է ներկայացնենք բողոք հիմնված փաստերի եւ վկաների ցուցմունքով։ Իսկ եթե փոխհատուցումը մերժեն, ապա մենք գործը դատարան կներկայացնենք։ Մենք կանենք այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում է։ Կարող եք վստահել մեզ։ Շատ շնորհակալ եմ, ես ձեզ վստահում եմ։ Ալո։ Բարես ոնց ես։ Լավ, հայրիկ, հոբան չի եղել։ Սեմին ասել եմ, որ գա մոտդ։
Մոտակա օրերը մենակ իր հետ կտեղաշարժվես։ Յուրի հետ կապված։ Հա, տունը վերցրել ես։ Հա, տունը վերցրել եմ արդեն։ Ապրես, դե կխոսենք։ Լավ։ Սեմ, ինչ ես անում։ Մեղքերս եմ քավում։ Որեն կողմը կտեսնեն։ Հա թող տեսնեն, ամաչում ես։ Այդքան տգեղ եմ, հա։ Չեմ ամաչում, վախենում եմ։ Իսկ այդ երկու տարբեր բաներ են։ Ամեն եթե տեսնեն հաստատ ողջ չես մնա։ Փաստորեն անհանգստանում ես, հա։ Չեմ անհանգստանում, ընդհանրապես զգուշացնում եմ։ Իրականում չգիտեմ որտեղից պետքա սկսեմ։ Կարծում եմ պետք է ասեմ կներես, բայց պետք է ներեսը հաստատ իմ մեղքերը չի քավի, որովհետև չեմ կարող փոխանցեմ այն, ինչ իրականում զգում եմ։ Ես քեզ իրոք շատ եմ նեղացրել, ես չպետք է տենց վարվեի։ Համ էլ ես շատ ուրախ եմ, որ ես եմ եղել քո հետ այդտեղ, թեկուզ եւ ես Զոհրաբի մարդկանցից մեկն եմ։ Դու վերցնես տաղիքը։ Բացարձակ չես փոխվել, Զոհրաբ։ Հուսով եմ դիրքդ չի փոխվել։ Դե ինչ-որ մեկը պետք է բալանսը պահի, թե չէ։ Բալանս? Այստեղ բալանս չկա։ Ճիշտ խաղադրույքներ են։ Երկար էր թռիչքը։ Հա։ Երկար էր։ Բայց ես սիրում եմ նայել վերևից, թե ոնց է աշխարհը փոխվում ներքևում։ Վերևից ամեն ինչ տեսանելի է, Զոհրաբ։ Մեկ էլ ստյուարդեսաները։ Հա, սիրուն ստյուարդեսաները լավ են, բայց ամուր հողի զգացողությունը ոտքի տակ շատ կարևոր է։ Համաձայն եմ։ Ու հենց այդ պատճառով ես նախընտրում եմ գործընկերների, ովքեր ամուր են կանգնած դրա վրա։ Ուրախ ես մեզ տեսնել, չէ՞։ Մենք քիչ բան չենք արել իրար հետ, որ նման հարց տալը իմաստ ունենա։ Գնանք։ Գնանք։ Ասա։ Սկսենք։ Միանշանակ։ Մայիսի 17-ին Մայրերի տոնի կապակցությամբ լավագույն անակնկալը ժողովրդական երգերի հրաշալի երեկո է սպասվում։ Ներսիկ Իսպիրյանի, Ավո Ադամյանի, Գրիգոր Միրզոյանի եւ Արմեն Դավթյանի լավագույն կատարումները հայրի ամենասիրված Ակվա Կալիենտեի The Show համերգասրահում։ Համերգի հաղորդավարն է Աշոտ Ղազարյանը։ Լավագույն տեղերը ամրագրեք հիմա 818-265-0506 հայկական ժողովրդական երգերի բացառիկ երեկո։ Այկնիկ, իրիկունը խաչիկը, վաչիկը, հրաչիկն ու քաջիկն են գալիս մեր տուն։ Աչքս լույս, մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պա, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քյաբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված անխորժելի սալմոն։ Ուխ, դե զանգիր։ 707-771-77-71 Vivaldi Catering ծառայություն։ Խնայիր եւ վայելիր։
G-Span Ranch, փոքրիկ աշխարհ մեծ ժպիտների համար։ Բացահայտեք կախարդական մի վայր, որտեղ երեխաները կարող են խաղալ, ծիծաղել եւ շփվել իրենց սիրելի կենդանիների հետ։ Մեզ մոտ ամեն միջոցառում վերածվում է հեքիաթի։ Մեզ մոտ կարող եք տոնել ծննդյան օրեր, մկրտություններ եւ մանկական ուրախ այլ միջոցառումներ։ Որպեսզի ձեր օրը լինի բացառիկ, խնդրում ենք նախապես ամրագրել միջոցառման օրը։ Տեղերը սահմանափակ են եւ յուրաքանչյուրը սիրով պատրաստվում է հենց ձեր փոքրիկի համար։ Armeco Food հայկական արևի ամենաքաղցր պահերը, ծիրաններ Արարատյան դաշտից, սալորներ արևահամ այգիներից, խնձոր ու տանձ մեր հողից, մեր հոգուց։ Armeco Food-ի չրերը 100% բնական են, առանց շաքարի, առանց հավելումների։ Միայն մաքուր մրգեր, չորացված արևի ջերմությամբ, համ որ աճել է մեր հողի վրա։ Armeco Food Հայաստանի համը Միացյալ Նահանգներում։ iVoyage-ը ձեր վստահելի գործընկերն է ավիատոմսերի ձեռքբերման եւ անմոռանալի հանգիստ կազմակերպելու գործում։ iVoyage-ի հետ դուք ստանում եք լավագույն գները, արագ սպասարկում եւ հարմարավետություն ձեր բոլոր ճանապարհորդությունների համար։ iVoyage, ձեր տոմսը դեպի աշխարհ։ Դուք դժել եք վարորդի, ուղևորի կամ հետիոտնի կարգավիճակով։ Ձեզ անհրաժեշտ է բուժօգնություն, բայց չգիտեք ում դիմել։ Ապահովագրական ընկերությունը փորձում է նվազեցնել ձեր փոխհատուցումը։ Մենք այստեղ ենք պաշտպանելու ձեր իրավունքները։ Վթար եղավ եւ ձեր մեքենան վնասվեց, գիտենք, դա նյարդայնացնող է, բայց մենք հենց դրա համար ենք այստեղ։ Pristine Auto Collision-ում չկան բարդ խոսքեր ու անհասկանալի պայմաններ։ Կապտվում եք մեզ հետ, մենք տեսնում ենք ինչ է պետք անել ու սկսում ենք գործը։ Ուղղում ենք քերծվածքները, հարթում դռները, նորից ներկում ու փայլեցնում։ Ապահովագրական հարցեր կան։ Հա, դրանում էլ կօգնենք։ Արդյունքը մաքուր աշխատանք առանց քաշքշուկի։ Pristine Auto Collision Maze Restoration, վերականգնում արագ ու վստահելի։ Maze Restoration-ը մասնագիտացած է ջրի, կրակի, մոլդի, կոյուղու եւ այլ վնասների վերացման գործում։ Մեր փորձառու մասնագետները արագ եւ որակով մաքրում ու վերականգնում են ձեր գույքը, այն վերադարձնելով իր նախնական վիճակին։ Մենք կատարում ենք նաեւ մանսարդի եւ հիմքի տարածքների մաքրում, կանխելով խոնավության եւ մոլդի տարածումը։ Ձեր արժեքավոր իրերը կարող ենք պահել անվտանգ, հատուկ պայմաններում։ Վստահեք Maze Restoration-ին ձեր տունն ու գույքը պաշտպանելու համար։ Եթե կարոտել ես Հայաստանի թարմ պտու բանջարեղենի համնոտը եւ իհարկե թարմ հացաբուլկեղենի, որը թխվում է տեղում, առանց բարանելու քայլերը տուղիր նոր Hollywood 12-11 Sherman Bay։ Sherman Bay եւ Coldwater փողոցների առևտրական կենտրոնում գտնվող Royal Fresh։ Ուր ամեն օր կգտնես թարմ մսամթերքի, երշիկեղենի եւ քեզ անհրաժեշտ բոլոր տեսակի ուտեստների լայն ընտրանի։ Royal Fresh, ամենամեծ եւ ամենաապահով ավտոկանգար բոլոր հաճախորդների։ Ուրեմն այսպես պարոնեք։ Դուք առաքիչներ եք։ Ամեն ինչ անում եք, որ մերը դուռը բացի։ Հենց բացեց առանց որևէ բառ ասելու կրակում եք առաջինը կրծքին, երկրորդը կոնտրոլնի գլխին։ Հետո մտնում եք ներս, ստուգում եք սենյակները։ Վերացնում եք ցանկացածին, ով ձեր առջև կհայտնվի։ Ամեն ինչը անում եք մաքուր ու առանց աղմուկի։ Այս ամեն ինչը պետքա տևի ընդամենը 20 վայրկյան ոչ ավելի։
Հետո դուրս եք գալիս նույնքան հանգիստ, որքան մտել էիք։ Տեսախցիկները ձեզ չեն ֆիքսի։ Մեքենան էլ 2 թաղամասենկոմ ձեզ կսպասի։ Ամեն ինչ պարզա։ Պարզա։ Դե ձեզ good luck։ Իսկ եթե ինչ որ բան սխալ գնա։ Սխալ չի գնա։ Ճիշտ է։ Ես քեզ պոնչելով։ Ադե 1000 անգամ ասել եմ, ինձ տես մի ասա։ Ինչ կա, շարժ կա։ Չէ, մի ժամ անկապ լրված ենք։ Ինչ շարժ եք ուզում, հելն եմ կազմակերպեմ։ Աղբյուրական հանգիստ նստած ենք, էլի թոյս գիշես ինձ հանգիստ վերջանա։ Հետ չգիտեմ, բայց բերեք մեկ պատմոն բացենք, թե չես թե եք ոստիկանին դիակ կհայտնաբերեն։ Մհերը դուրս ու ներս չի արել։ Չէ, վախենում եմ, որ Ղասաբուկը իրենց կաբաբ կսարքի։ Արա դե վախ կոտա էլի։ Ահա։ Բայց դե վախը իրեն չի բրգի։ Այդ մհերին կբացածես։ Ուրախ եք Վիգեն ջան, ողջունեք։ Բարով եք եկել։ Լավ օր այսօր, բարով տեսանք։ Դե Сейчас он вздохнул. А Урлина? Гайтана. Բայց ինձ ով այն չասել։ Նրան որոշել է, որ մենակ գլուխ կհանի գործից։ Եթե պետքա կգնամ, եթե դեռ ուշ չի։ Ուշ չի գնամ։ Ես հասցենք ուղարկի։ Հալո։ Ես կարծում եմ դուք ստատկացրես Սավրապետ։ Ուր է այն տղեն, որ այն օր կրակի մեջ մտավ, հա? Սենց տեմպերով որ գնա դու չես իմանա աղբերը դուրա։ Մայր ինձ լսի։ Դու ինձ լսիր։ Բաժանորդը անհասանելի է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ Էլ չզանգեք, կամ կզանգեք այն ժամանակ, երբ որ Զոհրաբը ստատկած կլինի։ Հասկացար։ Արա ապուշ, ես քեզ սպանելու են, ինձ լսի։ Հալո։ Հալո։ Կշտացար պոնջ։ Դամ իմնել ուտես։ Ես ովքեր են։ Չերեմ, խադավիկներ են։ Իսկ ում եք հանձնարարելու։ Սեմին։ Ինչի այդքան վստահում եք։ Եթե տասներ ինչպես պայացրել այսօր, այդ հարցը չէի տա։ Չգիտեմ ովքեր են, բայց ինձ դուր չի գալիս։ Խի՞։ Հեսա կստուգ ենք։
Ով է։ Կուլուքսում արդեն գործում է Արտաս ռոբոտը, աշխարհի ամենավերջին տեխնոլոգիայով, որը մեկ օրում կվերականգնի ձեր սեփական մազերը, վերջ ճաղատությանը եւ քաչալությանը։ Պատկերացրեք առավոտ զարթնեք, տեսնեք ձեր սեփական մազերը աճել են նորից։ Չէ՞ք ուզի։ Բա հիմա կարող եք ուզել։ Զանգեք 818 418 1111 եւ ստացեք ձեր մազերը երիտասարդ տեսքը առանց ցավի, մաչելի գնով մեկ օրում։ Ձեր սեփական մազերն են աճելու։ Երաշխավորված։ Զանգեք 818 418 1111 Ձեր ժպիտը մեր մասնագիտությունն է։ Design Your Smile-ում մենք բուժում ենք ոչ միայն ատամները, այլ նաև վախը, անհանգստությունը եւ կասկածները։ Աշխատում ենք բարձրակարգ տեխնիկայով, նորագույն մեթոդներով եւ անհատական մոտեցմամբ։ Մենք առաջարկում ենք թերապևտիկ եւ էսթետիկ ատամնաբուժություն, իմպլանտներ եւ պրոթեզավորում, սպիտակեցում եւ շտկում, ցավազերծ միջամտություններ։ Design Your Smile, մասնագիտություն, որ խոսում է ժպիտով։ Օմորֆիա, քո փայլը սկսվում է հենց այստեղ։ Անկամ ամենահասարակ օրը կարող է դառնալ հատուկ, երբ քեզ նայում ես հայելու մեջ ու ժպտում։ Մազերի փայլ, մաշկի նուրբ շող, նուրբ ձեռքեր, ամեն բան լիարժեք լինելու զգացողության համար։ Օմորֆիա սրահում գեղեցկությունը չի պարտադրվում, այն բացվում է քո բնականությամբ։ Մենք պարզապես ընդգծում ենք այն, ինչը արդեն կա քո մեջ։ Թող քո գեղեցկությունը խոսի առանց բառերի։ Օմորֆիա, քեզ նվիրված վայրկյաններ։ Les chansons. Կան օրեր, որոնք պետք է յուրահատուկ լինեն։ Լուսավոր, հագեցած ու ճաշակով։ Սրահ, որտեղ ամեն ինչ մտածված է հենց քո օրվա համար։ Նրբագեղ դիզայն, հաճելի երաժշտություն եւ բացառիկ մթնոլորտ։ Թող տոնը լինի ոչ միայն գեղեցիկ, այլ անմոռանալի։ Les chansons. Եվ տոնը դառնում է զգացողություն։ Կալուգա պրեմիում։ Ապահովագրեք ձեր բիզնեսը մեզ հետ։ House of Pastry, որտեղ քաղցրը պարզապես համ չէ, զգացում է։ Մեզ մոտ խմորեղենը թխվում է սիրով, ստեղծվում համի հիշողությամբ։ Յուրաքանչյուր կտոր, թարմ, նուրբ, բուրավեր, ամեն շերտում քաղցրություն, հոգատարություն ու մի փոքր մանկություն։ Մենք պատրաստում ենք տորթեր, թխվածքներ, ռուլետներ ու քաղցր փոքրիկ պահեր ձեր եւ ձեր սիրելի ընտանիքի համար։ Ոչ միայն առիթների, այլ նաեւ հենց այնպես, օրը քաղցր դարձնելու համար։ Քաղցր օրերը սկսվում են հենց այստեղ։ Կարսի լավաշ, այնտեղ որտեղ օրը սկսվում է թոնրի բույրով։ Փնտրում ես թարմ բուրավետ ու անկրկնելի համեր։ Կարսի լավաշում մենք ոչ միայն թխում ենք ավանդական լավաշ, այլ նաև քեզ ենք հրավիրում մի աշխարհ, որտեղ հացն ու քաղցրավենիքը ստեղծվում են սիրով ու վարպետությամբ։ Համեղ եւ թարմ լավաշների համար եւ ոչ միայն, համեցեք Կարսի լավաշ եւ մենք ձեզ սիրով կսպասարկենք։ Բույրը Կարսից, համը սրտից։ Hello, my name is Mariana Sarkisian. Welcome to Little Me Learning Academy. Come on in. Hello, my name is Vera Sarkisian. I am the founder, creator, and director of our beautiful Little Me Learning Academy preschool.
դաշնամուրը խոսի քո փոխարեն։ Piano Masters։ Իչա եք պատվիրել, ձեր պատվերը բերել ենք։ Ես ոչ մի բան չեմ պատվիրել։ Ես չի կարում։ Կյանքդ ենք փրկում։ Հասաբը քեզ բարևներ էր ուղարկե։ Շեֆ, ես իմացել եմ ով է արկղը ուղարկել։ Մհերն է։ Վստահ ես։ Հա, մի քիչ առաջ խոսում էի հետը։ Բայց կարող է արդեն ուշ լինի, որտեվ Արեսը գնացել է սպանի իրան։ Իսկ մենք պետքա թույլ չտանք, որ ինքը մեռնի, որովհետև Մհերը միակ մարդն է, ով իմ աղբոր մասին ինֆորմացիա կարա ունենա։ Հանգստացի, մեր տղեկը բռնել են նրան, շուտով Մհերին մեզ մոտ կբերեն։ Դե շատ լավ է։ Ես էլ շուտով այդտեղ կլնեմ։ Քոսեմը ամեն ինչ ձախողեց։ Այդ ոնց է դա ստացվել։ Դե տունը հսկող ոստիկանները հասկացան ու բռնեցին։ Մհերը ողջ է։ 1000 կարշի ունեթ հիմարը։ Բայց Մհերը ինչ կապ ունի։ Սեմը ամեն ինչ ձախողեց։ Մի տարբերակ էլ կա։ Մհերին անտառի ճանապարհով են ոստիկանություն տանելու։ Եթե հասցնենք վերացնենք, շատ լավ տարբերակ է։ Այդ դեպքում ձերոնց էլ են խառնելու։ Դե ինչ արած։ Ուրեմն իրանք հայտնվել են սխալ տեղ, սխալ ժամանակին։ Լավ հետո կզանգեմ։ Լավ։ Մհերին դու կբերես։ Ահա, ես կբերեմ։ Հանդիպենք բաշխ։ Հանգիստ։ Նստի ղեկին։ Խնդրում եմ, ես Զորաբին ամեն ինչ խնդրում եմ, ես Զորաբի հետ կխոսեմ, խնդրում եմ, մի արա, խնդրում եմ ես քեզ։ Մենակ թե չմեռնես, Մհեր, մենակ թե չմեռնես։ Հա հայրիկ։ Մհերը քո հետ, հա։ Ասեմ ավելին ոտքերից տակը։ Սատկացի դրան առանց այլ շատ շնչեց։ Այստեղ նաև մի ոստիկան կա։ Ոչ մեկի ողջ չթողնես։ Բարի։ Հայրիկից բարևներ։
Դու ինչ ես անում։ Ինչի՞ ստեղյակ չես բայել, արա, հա։ Քեզ ինչ տարբերություն, ես թե դու։ Կարևորը մի մակաբույծ է պակասեց։ Ինչ ես խառնվել իրար, ոնց որ հարազատ աղբորդ ես կորցրել։ Ոստիկանը ուրա։ Մեքենայի մեջ իր հերթին է սպասում։ Ես կանեմ։ Ես քո համար խալաստոյ կրակել չէ, ես իսկական կյանք է։ Ես էլ իսկական զենք է։ Հիմա ինչ պետք է կրակես։ Հա, դու այդ կանես։ Շատ ես ձգում, չեմ լսում։ Սպասի Սեմ, ես իրականում… Զենատ, ես են լավության դիմաց, որ մորս համար արել ես։